բայց ինչ է տալիս այն փաստաթուղթը, որը Նիկոլը մեզանից թաքցրել էր։ Այդ փաստաթուղթը բացարձակ վատը չէր։ Անգամ այդ տարիների համար, էլ չասեմ, որ այսօրվա իրավիճակի համար, նա պարզապես երանելի փաստաթուղթ էր։ Երանելի։ Նիկոլը 19 թվականին ստանում է նորմալ բանակցային առաջարկ, այդ բանակցային առաջարկը մեզանից թաքցնում է, բոյկոտում է, տորպեդավորում է, հարամ է անում Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում բանակցությունների կոնստրուկտիվ ընթացքը եւ ստեղծում է դիվանագիտական հիմքեր Ադրբեջանի լայնածավալ եւ ստոր ռազմական ագրեսիայի համար։ Սա է ողջ իրականությունը։ Նիկոլ Փաշինյանը այս թղթերը հրապարակելուց հետո իդեպ նաև անանուն է, բայց վստահ եմ ինքն է գրել պաշտոնական լրահոսի մեջ անմիջապես այդ փաստաթղթերից հետո հոդված է հրապարակած, ծանուցում է հոդված է, բացատրագիր է, որը պարզապես կարելի է մեկ սուտ լսել, երկու սուտ լսել, բայց հենց ստերի ցանց է մի հատ, կատաստրոֆիկ դատարկ, կեղծ, լիքը ֆրթոններով եւ ֆռոցիներով հենց այս տեքստի մեջ ցույց են տալի կոմպոս, որ կոմպի վրա է բացած պարզապես։ Այսինքն առաջի հետևություն Նիկոլը ստախոս է, Եմեկ, երկրորդը Նիկոլը մահաբեր է, որովհետև 19 թվականի փաթեթը ֆրցնելուց հետո նա այդպիսի պատերազմ բերեց մեր ժողովրդի գլխին եւ բանակցությունները տորպեդավորելուց հետո եւ սուտ խոսալուց հետո եւ մի քիչ հետո ուրիշ բան էլ կասեմ, այս 19 թվականի փաստաթղթի հետ կապված ուզում եմ ձեզ ընթերցել, ընդամենը շատ բան չէ, ընդամենը մի կտոր 19 թվականի փաստաթղթի մեջ կա ինչպես հայ-ադրբեջանական հայտարարության դեկլարացիայի, այսպես ասած, տեքստը, այնպես էլ այդ կարգավորման մաս կազմող մի փաստաթղթի նախագիծ, որը պետք է տարածվեր Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից, եւ երրորդ փաստաթուղթը, որ այդ փաթեթի մեջ է, դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծն է, որով պետք է ամրապնդվեր, այսպես ասած, իրավական, միջազգային իրավունքի տեսակետից գոհարը դրվեր, այսպես ասած, այդ կարգավորման իրավական փաստաթղթի մեջ։ Ինչա գրած 19 թվականի փաստաթղթում, ընդամենը մի բան եմ ուզում ձեզ ընթերցել, որպեսզի դուք տեսնեք, թե Նիկոլ Փաշինյանի զավեշտալի, խայտառակ, նորմալ մարդու ուղեղի, տրամաբանության, հոգեբանության, սրտի մեջ չտեղավորվող հրեշավոր աստիճանի, ստերի մակարդակը, հրեշավոր աստիճանի, տեսեք, ուրեմն գրած է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծում գրած է, որ կետ 10-րդ վերջի հատվածն եմ ձեզ ընթերցում։ И определение окончательного статуса Нагорного Карабаха путем проведения под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха, фиксекса, свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права, исходя из того, что международное сообщество признает любой результат такого голосования. Այս 10-րդ կետը տապանակարա Նիկոլի քաղաքական գոյության, քաղաքական ապագայի վրա։ 19 թվականին նա ստացել է փաստաթուղթ, որ ասում է 16-ից է նախագահները անդգրած, որ բացեք կտեսնեք։ Խրենցնին կներեք, ինչ, այդ մանր մունր ստերը դնում եմ մի կողմ, օքեյ։ 19 թվականին ստացել է փաստաթուղթ, այդ փաստաթղթի մեջ գրած է, որ Լեռնային Ղարաբաղի ավարտական վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից ազատ կամ արտահայտման, համապատասխան պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ, այսպես ասած, եւ միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել այդ քվեարկության ցանկացած արդյունք, ցանկացած, այսքի եմ շեշտում, դաժե 19 թվականին կար հնարավորություն, կներեք մի քիչ մրշած եմ,
կար հնարավորություն բանակցելու այս փաստաթղթի շուրջ, որի մեջ բաց տեքստով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի մակարդակով միջազգային իրավունքի լրջագույն գործիքի կիրառման պարագայում ֆիքսվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունը։ Այս խի եմ սեն շեշտում։ Բացում ենք Նիկոլի այսօրվա հոդվածը, որ ես վերագրում եմ Նիկոլին, ակնհայտ է, որ ինքն է գրել, տակը չկա բան ով է գրել, բայց զռռում է, որ Նիկոլն է գրել։ Ուրեմն Gov.am կայքում անմիջապես այս թղթերի հրապարակումից հետո դրած է հոդված, որտեղ այս մարդը, կներեք այդ բառիս համար, Նիկոլը սուտ, ափաշկերասուտ, ասում է ինչ ասում, ասում է Լիսաբոնի գագաթնաժողով 96 թիվ, 96 թիվ, ինչ կապ ունի Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևը 2018-ի Սերժի թողաջարանգության եւ 19-ին տված փաստաթղթի հետ։ Ոչ մի կապ չունի, այն անցած этаպի թուղթը, 96 թվականի հետ իրա մեջ բերված թուղթը, էլ ոչ մեկի տնգլին չի եղել, Մինսկի խմբի տնգլին չի եղել, ոչ մեկի տանձին չի եղել այդ թուղթը, որովհետեւ որևէ առաջարկության մեջ հղում ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողով 96 թվականի չկա, իրանց լեզվով ասած յոխ, չկա, բայց ինչա գրում Նիկոլը այսքանից հետո, ասում է Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարությունը, ասում է ցույց է տալիս, որ նույնիսկ ինքնորոշում հասկացությունը մեզանում միֆիկացված է եղել, որովհետև միջազգային հանրության ընկալմամբ զավեշտալի հրեշավոր սուտ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր ինքնակառավարում Ադրբեջանի կազմում, ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում, սա է կարևոր տարբերությունը, այս Նիկոլի հոդվածն է, հիմա դեմ է բացած իր կառավարական կայքից, նույն կայքի վրա դրած է իրան տված 19 թվականի կարգավորման տարբերակը, որտեղ ՄԱԿ-ի բանաձևի նախագծի 10-րդ կետը ասում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մասով պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե, այս հերիք չի, Նիկոլը մի հատ էլ է ստում, հաստեղ է իր այսօրվա հոդվածում, մի խայտառակություն է, նորմալ մարդ կլներ, արդեն ինֆարկտ կստանար, պրոստո մենք կոփվել ենք սրա ձեռը այս տարիների ընթացքում, ասում է, որ այդ հանրաքվեին Նիկոլ իր հոդվածում ասում է, որ պետք է մասնակցեր ոչ միայն Լեռնային Ղարաբաղից ժամանակին հեռացված ադրբեջանցիները, այլև ասում է ադրբեջանցի բոլոր քաղաքացիները, ափաշկերասուտ, որովհետև իրան տված դաժը 19 թվականի թղթում իմ մատնանշած 10-րդ կետում գրած է «Волеизъявление населения Նագորնովո Ղարաբաղը, անի Ադրբեջանը», այստեղ են որ պայթում ես մեջից, չէ, ոնց կարելի է մարդը սենց ինքը տպի, ինքը փաստաթղթերը բացահայտի, քիչա թաքցրել էր մեզանից, հələ այդ բացահայտված թղթերի վրա ինչ կանա ինքը մեզ, ձեզ ժողովուրդ ջան, դրե էշի ավանակի տեղ, մտածում է անկիրք դեբիլ ժողովուրդ ենք մենք, որ ինքը կարող է այս թուղթը որպես պաշտոնական առաջարկ տպի, կողքը գրի իր սուտ մեկնաբանությունը, որը ակնհայտ է չի բռնում այս թղթի հետ, այդ թղթի մեջ ուրիշ բաներ է գրած։